Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Տիկին Հովսեփյան, մենք հատկապես այս վերջին օրերին տեսնում ենք, որ արցախցիները ոգևորությամբ եւ սթափությամբ դուրս են եկել փողոց եւ ես իհարկե սկզբում մի քիչ համաձայն չէ այդ սոցիալական հարցերով, հա, որ պիտի դուրս գային փողոց, որովհետեւ գլոբալ խնդրի առաջ ենք այսօր կանգնել արցախցիներ, որոնք կորցրել են, բոլորս կորցրել ենք հայրենիք, եւ այս մարդիկ հիմա կարծես գաղթականի իրավիճակում են, հա, գաղթական եկել հասել են Երևան, Հայաստան, տարբեր մարզերում մի կերպ տեղավորվել են, պետությունը դրա մասին հոգ չի տարել, բնականաբար Արցախցու հոգսը չի կիսել, եւ այդ մի քանի կոպեկները, որը տրամադրում էր, հա, իբր թե պետությունը տրամադրում էր արցախցիներին, այլևս չի տրամադրելու։ Եվ կարծես ստացվեց այնպես, որ արցախցիները նոր սկսեցին արթնանալ։ Կներեք, որ այդպես եմ ասում, բայց իմ տպավորությունը այդպեսին է։ Ես այլ կարծիք ունեմ, հա, ես իմ վերաբերմունքը արցախցիների հանդեպ լրիվ այլ է, ես չեմ մտածում, որ այդ կոպեկների համար արցախցին պիտի դուրս գա եւ պայքարի, հա, իր իրավունքների համար, որը մենք այսօր տեսնում ենք արտգործնախարարության անգործությունը, Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Արցախը երբեք չի եղել Հայաստանի մաս եւ նա հայտարարում է դրսում, որ մենք սահմանադրորեն նույնիսկ, հա, Արցախը Հայաստանի կազմում չի եղել եւ իրենք այդ հակահայկական քարոզը աշխարհով մեկ տանում են եւ մենք կարծես դուրս են գալի արտգործնախարարության դիմաց ենք միտինգներ անում, փորձում մեր իրավունքները պաշտպանել եւ այլն, մոռանալով որ կա այս երկրում մեկ հոգի եւ այդ մեկ հոգին եւ այդ դավաճանը, որը հակահայկական քարոզչամեքենան գրկած կնոջ հետ այստեղից այնտեղ վազվզում է եւ հիմա էլ կրթությունը Նորաձևի անվան տակ փորձում է քարոզչական մեքենան աշխատացնել, կարծես դուրս ենք մղվում, հա, Նիկոլին թողել ենք, ընկել ենք ինչ որ Արարատ Միրզոյաններ եւ այլն եւ այլն։ Այս մարդն է որոշում այս երկրի ճակատագիրը եւ մենք տեսնում ենք ինչ։ Իմ երկար հարց եւ պատասխան ստացվեց, բայց ուզում եմ հասկանալ արցախցիների այս իրավիճակում դուրս գալը փողոց հնարավոր է վերածնունդ, ինչ որ ստացվի, բոլորս համախմբենք։ Նայեք, իրականում արցախցիները, երբ որ բռնի տեղահանվեցին Արցախից ու հաստատվեցին Մայր Հայաստանում, իրավիճակը շատ այսպես թե բարո է հոգեբանական տեսակետից, թե սոցիալական տեսակետից շատ ողբերգական էր կարելի ասել, եւ բնականորեն ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ կարողանային ուշքի գային, ես նաեւ ուզում եմ նշել, որ շատ արցախցիներ նշում են, որ հատկապես այդ բենզալցակայանի պայթյուն, այդ վերջին հարված, որ արդեն կարծես թե ողբերգությունների շարքը շարունակվում է ու արդեն վերջն էր, դուրս էին գալիս, թողնում էին իրենց հայրենիքը ստիպված ու դուրս գային ու այդ վերջին հարվածը հասցվեց ու դա առհասարակ տապալեց բոլորին եւ գալով այստեղ շատերը այսպես կորցնելով իրենց ինքնա այսպես գիտակցության նշույլներ փորձեցին մի ձև իրենց կյանքը կարգավորել եւ պետության կողմից տրվող այսպես կոչված աջակցությունները, որ նրանք այսպես կարմիր թղթի նման ամենտեղ թափահարում են, թե արցախցիներին այսքան օգնություն ենք տրամադրում, կարծես թե ամբողջ Հայաստանի պետական բյուջեն տրամադրվում է արցախցիներին, եթե ինչ որ մեկը միացնի, մեկը նայի, կարծի թե ամբողջ միջին վիճակագրական ինչ որ, չգիտեմ, Տավուշի մարզում նստող անձը կմտածին աշխատում է ու իր հարկերից տրամադրվում է արցախցիներին ամբողջությամբ, այնինչ իրականությունը այլ է, եթե դուք այդ հարցը տաք, ես կնշեմ թե թվերով ինչքան տոկոս է կազմում աջակցությունը, ինչքան հոգի են օգտվել եւ այլն, բայց գալով ձեր հարցին, թե արդյոք կարող է սա լինել այսպես վերազարթոնքի նշույլ, ես իրականում ուրախացել եմ, որ արցախցիները
թեկուզ մի քիչ իմ կարծիքով նաև ուշ, բայց կարողացել ենք այսպես ինքնակազմակերպվել, կարողանալ ինչ-որ որոշակի պահանջներ ներկայացնել, իրականում պահանջների շարքը փաթեթային է, այդտեղ նաև սոցիալականը մի այսպես դրվագն է այդ պահանջների, սակայն մի կարևոր հանգամանք նշենք, որ սոցիալականը անգամ հանգեցնում է քաղաքականի ինչ իմաստով։ Եթե սոցիալական աջակցությունը, որ հիմա տրամադրվում է ամբողջովին վերացվի, իսկ գալիք տարվա դեկտեմբերից արդեն լիովին է դադարեցվելու, արցախցիների մեծ արտահոսք է սպասվում Հայաստանից։ Իրենց ամբողջ նպատակը դա է Հայաստանից արցախցիներին։ Իհարկե, որտեղ եթե իրանք ասում են Արցախի էջը փակել են, պետք է արցախցիների էջն էլ փակեն, որտեղ Արցախի էջը պահում են վառ արցախցիներ եւ Արցախ սիրող մարդիկ, ինչպես դուք, չգիտեմ, այլ մարդիկ, ովքեր որ չեն հաշտվում Արցախի կորստի հետ։ Եվ մենք պայքարում ենք, որպեսզի այս ծրագրերով գոնե մարդիկ շարունակեն մնան Հայաստանում, որպեսզի կարողանանք պահանջել վերադարձը Արցախ։ Մենք չենք կարող լինել պայմանական Ֆրանսիայում կամ Կրասնոդարում ու պահանջել, թե մենք պետք է վերադառնանք Արցախ։ Մայր Հայաստանից պետք է սկսվի մեր պահանջը։ Եվ իհարկե միանշանակ գերագույն գլխավոր դավաճանը ու մեղավորը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը եւ գլխավոր խնդիրը հենց ինքն է, որ իր փոփոխությամբ պետք է որ մնացած բոլոր հարցերը արդեն ածանցյալ կերպով լուծվեն։ Սակայն այս պահի դրությամբ մենք ունենք այն, որ սոցիալական հարցերն են, որ կարողանալու են պահել արցախցիներին Հայաստանում եւ այս ակցիաները մեծամասամբ հենց ուղղված են այդ խնդրի լուծմանը։ Եթե ստացվի այնպես, որ մենք այս իրավիճակում, արցախցիների հարցը փոքրի շատ է հենց սոցիալական առումով, այս իշխանությունները փորձեն երկարացնել այդ աջակցությունները եւ այլն։ Եվ ստացվում է, որ այդ պահանջը այլևս կատարված է։ Մենք այլ տարբերակ ունենք, բացի այդ սոցիալական վիճակից դուրս գալու եւ պահանջելու այլ բան, որովհետեւ ոչ միայն Արցախը, այլ այսօր Հայաստանն է վտանգի առաջ կանգնած եւ մենք տեսնում ենք, որ Սյունիքում արդեն քանի օր է կրակոցներ են եւ ճիշտ է ՊՆ-ն հայտարարում է, որ ուղղությունը լրիվ այլտեղ է, բայց գյուղացիները գոնե հաստատում են, որ այո, կրակոցները հենց մեր գյուղերի եւ մեր տների վրա է։ Իրականում, օրինակ կոնկրետ այսօր ԱԳՆ-ի դիմաց պահանջը արցախցիների հետ վերադարձը, բանակցային սեղան վերադարձնելու պահանջներ եւ Բաքվում գտնվող հայերի հետ վերադարձի հետ կապված կատարվելի կոնկրետ քայլերի պահանջներ, որը որ բնականաբար մենք տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը որևէ կիրառական քայլ չի անում։ Այսինքն հերթականություն ունենք։ Հերթականությունը կա, այո, որովհետև մեկը մյուսի հետ շղթայական կապված է։ Պետք է լինենք այստեղ Մայր Հայաստան, որպեսզի կարողանանք պահանջել մյուս այլ քաղաքական հարցեր, այսինքն եթե բավարարվում է, ինչին որ ես չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները կանեն այնպիսի պայմաններ կստեղծեն արցախցիների համար, որ նրանք լիովին կբավարարվեն ու կմնան Մայր Հայաստանում, ես չեմ հավատում դրան, անգամ եթե ինչ որ քայլերի են դիմելու, ընդառաջելու են, դա ընդհանրապես լինելու այն այսպես կոչված, որ տեսեք, մենք ինչպես ժողովրդավար ենք, այդ համատեքստում է լինելու, մարդիկ պահանջել են, մենք արել ենք, բայց կոնկրետ այնպիսի քայլեր, որոնք որ կնպաստեն արցախցիների հետ վերադարձին, արցախցիների իրավունքների պաշտպանությանը, դրա հետ կապված ես որևէ այսպիսի ակնկալիքներ բնականաբար չունեմ։ Այստեղ նաև շատ հաճախ է սակարկվում, թե լավ, ինչպես է պատկերացնում, հետ վերադարձը, որ մենք անդադ խոսում ենք, որ Արցախ ենք ուզում հետ վերադառնալ, ուզում եք վերադառնալ, բա գնացեք, կամ ինչու եք թողել եկել, այս ժանագին մանիպուլյացիաները, որ լցված են սոցցանցերում, ֆեյքերով, կիսաֆեյքերով կամ իրական մարդկանց խոսույթով, ես ուզում եմ նշել, որ Արցախ, այո, մենք վերադառնալու ենք ոչ թե թղթով, ինչպես որ ռեալ պոլիտիկն է թելադրում մեզ, այլ ոչ թե թղթով ենք վերադառնալ, ինչպես Ադրբեջանը վերադարձավ 30 տարի հետո։ Միայն այդ տարբերակն է իրական։
բայց դրա համար պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն, հա։ Մենք բոլորս իրատեսենք, հասկանում ենք Հայաստանի վիճակը այսօր ինչպիսին է, սոցիալական վիճակը ինչպիսին է, զինված ուժերում հոգեբանական վիճակը ինչպիսին է եւ այլն, մենք ասում ենք, որ պետք է սկսենք աշխատանքը, որը որ կուղղի մեզ ու վերջնական կհասցնի դեպի Արցախ։ Այս սա է մեր հավաքական ու անվտանգ վերադարձի մասին ենք մենք խոսում, որը որ եթե մենք հանում ենք մեր բանակցային սեղանից, եթե մենք հանում ենք հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտումը մեր բանակցային սեղանից, տակը ոչ մի բան չի մնում, բացի թուրքական թեզերը, որը որ այս իշխանությունները անընդհատ ու անընդմեջ հավատարիմ կերպով պաշտպանում են։ Դա այս իշխանությունները նաև ասում են, որ այնպես չի, որ մենք արգելում ենք, հա, արցախցիներին տուն վերադառնալ, նրանք կարող են հանգիստ գնալ, հիմա էլ կարող են, հա, եւ մենք հասկանում ենք դրա տակ ինչ է թաքնված, բայց այնուամենայնիվ սրանց նպատակը որն է, որ արցախցիների վերադարձը Ադրբեջանի տիրապետության տակ լինի։ Ես ուզում եմ տեսնել այդ մարդուն, որ աչքերին նայել, ասել, եթե արցախցին վերադառնում է Արցախ, այս պայմաններում, հա, անհատական կերպով ու ունենում է առուզավակ, ու առուզավակը դառնում է 18 տարեկան, ու տանում են Սյունիքում, եթե այդ ժամանակը Սյունիքը դեռ լինի սահման, տանում կանգնեցնում է քո որդու դեմ, հայը հայի դեմ հանելով։ Այդ մարդուն կուզենայի այդ հարցը ուղղել, ասել դու ինչ կզգայիր, դու ինչպես կվարվեիր, կանեիր դա թե չէ, արցախցին դա չի անի, արցախցին չի գնա իր որդուն հանի հայի դեմ, հայը հայի դեմ չի անի։ Դե սրանք ամեն կերպ դա փորձում են։ Դե հա, իրանք հենց դա է նպատակը, որ ասում են գնացեք եւ այլն։ Մենք էլ այս պատասխան ենք տալիս։ Մենք կվերադառնանք անվտանգ եւ հավաքական կերպով, երբ որ իմանանք, որ Մայր Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ այն դեպքում, երբ որ հենց նույն Ալենը Սիմոնյան եւ մի շարք, չեմ ուզում ասել քաղաքական գործիչներ, որովհետեւ դրանից հեռու են, հայտարարեցին, չէ, որ արցախցիները թող միջև վերջ կռվեին, ով էր նրանց խնդրում դուրս գային։ Գիտեք, ինձ համար ամենացավալի թեմաներից է, որովհետև ունեմ շատ ընկերներ, հարազատներ, ովքեր որ հենց այդ վերջին օրը ճակատամարտ են տվել ու մինչև վերջ կանգնել են։ Այդպես խոսողները ընդհանրապես ունակ չեն պատկերացնել, որ կարող են լինել այնպիսի հայեր, ովքեր որ մինչև վերջին փամփուշտը կմնան իրենց դիրքերում, ապահովելով խաղաղ բնակչության դուրս գալը յուղերից դեպի Ստեփանակերտ ճանապարհից։ Մենք գիտենք, որ այդ ժամանակ ադրբեջանցիները այսպես կղզյակներ էին սարքել Արցախի շրջանները, բոլորը այսպես փակված էր ադրբեջանցիներով եւ հայ զինվորականը մինչև վերջ կանգնել է պահելով սահմանը եւ ձենքը վայր է դրել միայն այն ժամանակ, երբ որ Մայր Հայաստանից հայտարարել են, որ չեն պատրաստվում միջամտել։ Այո, եւ մենք տեսանք անթաղ մարմիններ եւ վերջին օրերին հատկապես այդ մարդիկ դիակներ իրենց մեքենայի մեջ ձեռքերին բռնած էին եկել հասել Հայաստան, որտեղ այնտեղ չէին ուզում թաղեին, ուզում են այստեղ ունենային միտեղ գլացելու տեղ ունենային։ Եվ այսօր մարդիկ չեն կարողանում նույնիսկ ծաղիկ դնել։ Այո։ Այդ եմ ասում, այդպիսի չէին կռվել, ռոպեն մարդիկ կային, ինչ որ այսպես գործիչներ, ռոպեներն են հաշվում, թե արցախցիները քանի ռոպե են կռվել, այսքան ժամ, այսքան ռոպե են կռվել, զենքը թուրքին են տվել, մեզ չեն տվել եւ այլն։ Այդ մարդկանց ուղղակի բարոյական մակարդակ այնքան ցածր է, որ իրանք անգամ չեն կարողանում պատկերացնել հայի տեսակը ինչպիսին կարող է լինել, որ մինչև վերջ կարողանա կանգնել իր հայրենիքը պահելու համար։ Լավ, այդ դեպքում, երբ որ այս ամբողջ խոսույթը տարածվում է եւ թեզերով է, հա, նույնիսկ տարածում, եւ մենք գիտենք դա եւս քարոզչամեքենա է, որ աշխատում է հենց արցախցիների դեմ։ Ես միշտ օրինակ եմ բերում 9 ամիս արցախցին շրջափակման մեջ էր։ Այդ դեպքում մենք ինչ արեցինք, որպեսզի կարողանանք, չգիտեմ, աջակցել, հնարավորության դեպքում կարողանայինք ճանապարհը բացել։ Նայեք, ամենատարբեր հնարավոր եւ անհնար սցենարներն էին մտածում, բայց ամեն դեպքում ինձ թվում է մենք մեր կոմֆորտ զոնայից դուրս չեկանք այստեղից, որպեսզի կարողանանք Արցախում մեր հայրենակի բոլորը ընդ որում, հա, նույն ձևով շարունակեցին գնալ միտինգների, նույն ձևով գնացինք տարբեր գերատեսչությունների, կառավարության դիմաց եւ այլն, բայց ինչ-որ այսպես ծայրահեղական քայլի մենք
չգնացինք ու ցավոք սրտից անգամ թվում է մինչև հիմա շատերս չեն գիտակցում ինչ են կորցրել։ Այո։ Ցավոք սրտի ես համոզվում եմ, որ անգամ այսպես հայտնի ընդդիմադիր գործիչներ, հա, որ խոսում են եւ այլն, ինձ թվում է թե իրանք էլ անգամ չեն պատկերացնում մենք ինչ ենք կորցրել, չեմ խոսում իհարկե իշխանության ներկայացուցիչների մասին այդ, որովհետեւ մենք երևի տարիներ հետո մեր սերունդները, որ մեզ կանգնեն հարցնեն, բա ձեր հայրերը ձեզ ժառանգել են ազատ ու անկախ Արցախ, բա մենք Հայաստանի դա անգամ մենք Հայաստանի տարածքը չենք պահպանել, ինչու ինչ հարց ենք պատասխանել, ոնց ենք պատասխանելու այս հարցին։ Ինձ թվում է մենք ինքներս այդ հարցին պատասխան չունենք հիմա, որովհետև եթե ունենայինք, գոնե կգիտակցեինք ինչ ենք մենք կորցրել։ Մենք հայրենիք ենք կորցրել, մենք կորցրել ենք այն հայկական տարածքը, որը որ հազարամյակներով հայն է ապրել այնտեղ։ Ու մեր սերունդը եղել է այնքան անշնորհք, այսպես մեղմ խոսեմ, անպատասխանատու, որ կորցրել ենք դա, որ այսօր Արցախում հայ չի բնակվում։ Մենք այդ սերունդն ենք։ Այս գիտակցումը մենք քնում արթնանում ենք արդյոք։ Ինձ թվում է չէ։ Ու ստացվեց այնպես, որ մեր ծնողները ազատագրեցին Արցախը, իսկ մենք հանձնեցինք։ Այո, հենց այդ ասում եմ, որ հարցնեն։ Այո, որ հարցնեն, ասեն, բա մեր պապերը, հայրերը, ասենք ազատագրել են Շուշի ազատագրման հիմա վիդեոներն ենք նայում, ասենց համոզվում ես եւ չգիտեմ, կոնկրետ ես ամաչում եմ։ Ես ինքս ամաչում եմ, որովհետեւ կարծում եմ, որ մենք պետք է խառանից ամեն դեպքում դուրս գանք ու մեր սերունդը, ես, դուք, մենք դեռ պետք է կարողանանք մեր վերջին խոսքը ասենք, որովհետեւ այսպես չի կարելի, մենք չենք կարա հաշտենք այդ մտքեր, որ մենք հենց այս պատմության դասագրքերում գրելու են, որ այս թվականներին հանձնվել է Արցախը ու այդ թվականին ես ապրել եմ, կենթանի եմ եղել ու շարունակել եմ գնալ խանութ, գնալ ընկերների հետ հանդիպման ու ասել դե ինչ որ եղել է։ Դա չկար այդպես շարունակվի։ Ես ինքս չեմ կարող այդպես ապրել։ Այդ խառանից պետք է ազատվենք։ Ամեն գնով պետք է ազատվենք։ Այո, մենք նույնիսկ այո, Արցախի գինը չիմացանք։ Եվ այն գիտակցումը, որը մենք այո քնում եւ արթնանում ենք, հուզեցիք։ Ինչ ունենք ասելու այսօր իշխանություններին եւ ինչ պահանջ ունենք։ Նայեք, եթե խոսենք կոնկրետ թվերով, հա, գանք հուզական դաշտից թվերի դաշտ։ Այսօրվա դրությամբ արցախցիների մենք ունենք 20 թվից մինչ օրս 25000 արցախցի 070 կոդով անձ լքել է անվերադարձ, լքել է Մայր Հայաստանը ու այս դեռ աջակցությունների այսպես կոչված պայմաններում լքել են Մայր Հայաստանը 25000 Այդ թվում նաև այն պոտենցիալ հիմնականում ցավոք սրտի երիտասարդությունն է լքել, որովհետև նրանք ապագա չտեսան, որ ասում են ապագա կա, ապագան չկա։ Ակամ կա շատ քիչ շրջանակ քպեականների համար։ Նրանք լքել են Մայր Հայաստանը, իսկ անդադ խոսում են ինչ-որ սոցիալական ծրագրեր եւ այլն։ Ընդհանրապես ես մի հատ օրինակ բերեմ, ուսուցիչների Արցախից եկած ուսուցիչների համար ինչ որ ծրագիր էին մշակել սոցիալնախարարությունում եւ իբր գործարկել էին։ Արցախից Մայր Հայաստան է տեղափոխվել շուրջ, եթե չեմ սխալվում, 4000 կարգի ուսուցիչ, այսօր աշխատում է 450 ուսուցիչ։ Այսինքն մենք այդպես էլ չեմ խոսում ՊՆ-ի դաշտում, զինվորականների դաշտում այդ առհասարակ ողբերգական վիճակ է, երբ որ պահեստազորի փոխգնդապետը այսօր փողոցներն է մաքրում ու այսպես հպարտորեն ներկայացնում են, դա իբր այսպես արցախցիներին աջակցում են, այդպիսի պոտենցիալ ունեցող մարդուն, ով որ փոխգնդապետ է եղել, ով որ կոնկրետ մարտական գործողությունների է մասնակցել, ճանաչում է Թուրքին եւ այն բերել փողոց, ով որ փողոց է մաքրում, խորը հարգանք տածելով բոլոր փողոց մաքրողների հանդեպ, բայց ամեն մարդու պոտենցիալ ճիշտ ձևով օգտագործել չէին օգտագործում, հիմա ինչ որ այսպես անգամ տեսահոլովակներ է նկարում այդ կապակցությամբ։ Իսկ Արցախի արժեզրկման ճանապարհը։ Այո, իսկ Արցախի ուսուցիչները ինձ թվում է բազմիցս են ապացուցել իրենց արհեստավարժ լինելու փաստը, որովհետև Արցախից եկած բազմաթիվ աշակերտներ օլիմպիադաներում եւ այլ միշտ Հայաստանում առաջին տեղերն էին զբաղեցնում եւ միշտ այսպես հպարտորեն նշում են դրա մասին։ Մենք չենք օգտագործել այդ ռեսուրսը։ Արցախցիներից, այսպես եթե պայմանական ասենք, տեղափոխված 120000 արցախցիներից
Հիմա զբաղվածության մակարդակը շուրջ 26000 մարդ է աշխատում, այդ թվում են ինքնազբաղվածները, որոնք որ ինքնուրույն են աշխատանք գտել, հա, բնականաբար։ Դա պետական մակարդակով այդքան։ 26, այո, ես այս թվերը որ ասում եմ, պաշտոնական թվեր եմ ասում։ 26000, 120000-ից 26000-ն է աշխատում։ Ընդ որում 26000-ից 50-ից 60%-ը աշխատավարձը մինչև 120000-ն է։ Այսինքն ցածր վարձատրվող աշխատանքի են տեղավորվել մարդիկ։ Եվ այդ մարդիկ եթե վարձով են ապրում, այդ ինչպես պիտի ապրեն այդ մարդիկ։ Աշխատավարձը չի բավականացնում։ Այո, եւ մյուս կողմից որ ասում են ծրագրեր են եղել աշխատանքի տեղավորման հետ կապված արցախցիներին օգնում են։ Այդ ծրագրով աշխատանքի ընդունել, եթե չեմ սխալվում, մոտ 4000-ից մի քիչ ավել անձինք, որոնց 50-ից 60%-ը մի քանի ամիս հետո այդ աշխատանքից դուրս է եկել։ Այսինքն 120000-ից 4000-ին են կարողացել հազիվ աշխատանքի տեղավորել, որ կեսը դուրս է եկել։ Ինչ է այդ ծրագիրը թե ոչ տապալված։ Ամենտեղ տապալել են ու ոչ թե այսպես ապիկար են, ես այդ բառից առհասարակ չեմ ընդունում, որովհետև այնքանով են ապիկար, որ 7 տարի է մեզ իշխում են։ Ոչ թե ապիկար են, չեն կարողանում ճիշտ ծրագրեր մշակել, որովհետև անգամ այդ ծրագրերը, որ մշակում են Արցախի ներկայացության հետ, որևէ այսպես քննարկում, բան չեն կազմակերպում, չգիտեմ ինչ խմբերի հետ են իրանք արցախցիների հետ ասում եմ, հանդիպում եմ, բայց առհասարակ իմ շրջանակներում այդպիսի մարդիկ չկան, ովքեր որ գնացել են ու խորհուրդներ են տվել, ու այդ խորհուրդները տեղ են հասել։ Այնպես որ այսպես կոչված ինչ որ ծրագրեր, որ անընդհատ խոսում են, հմեկով անընդհատ տարածում են արցախցիներին, այսքան աջակցություն են տրամադրել եւ այլն, դրա ընդհանրապես նրա համար է, որ կարողանան ցույց տալ թե իբր աշխատանք են անում եւ ազգամիջյան, այսպես ասեմ, ազգամիջյան այսպես բախումներ հրահրեն, որովհետեւ եթե մարդը միջին վիճակագրական ինչ որ քաղաքացի, որ նայում է տեսնում այդքան աջակցություն են ցուցաբերում, իսկ այս մարդիկ բան ինչու են գնում բողոքում, գնացեք աշխատեք, ինչու չեք աշխատում եւ այլն, անշնորհակալ, բան 30 տարի ձեզ պահել ենք եւ այլն, այսինքն հա այս խոսույթը որ կա, ավելի են հրահրում մարդկանց։ Եվ գիտեք, եթե թույլ տաք, ես խնդրանքով կուզենայի դիմել նաև մարդկանց, ովքեր որ մեզ դիտում են, խնդրում եմ անտարբեր չլինեն։ Երբ որ այսպես ատելության խոսք են լսում արցախցիների հանդեպ, չգիտեմ, այլ մարզերից ներկայացուցիչների հանդեպ, թեկուզ հիմա իհարկե մեծամասամբ համատեղելի է, հա, համեմատելի է չափը արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, ոչ թե մտքի մեջ ասեն վայ, իսկ ես համոզված եմ, որ շատերն են այդպես մտքի մեջ կասեն վայ, ես ինչու են այսպեսի ատելության խոսք տածում, լռեն ու անցնեն, չէ, չլռեն, իրանք էլ խոսքով, չգիտեմ, մեկնաբանության տեսքով լինի, տրանսպորտում լինի, բակում կանգնած զրույցի ընթացքում լինի, նախատեն այդ մարդն, որ ատելության խոսք տածում, աջակցության խոսք հայտնեն այդ պայն արցախցունով, որ այդտեղ կանգնած, որովհետև այդպես ենք մենք միջավայրը ստեղծում ապրումակցման ու գիտեք չարը շատ բարձր աղաղակող է, բարին լուր է։ Եկեք մենք փորձենք բարու ձայնը մի քիչ ավելի բարձրացնել, որպեսզի անկեղծ տպավորությունը չստեղծվի, թե իբր Հայաստանում այսպես բոլորը ատում են արցախցիներին, մի փոքր համայնք են գետոյացվել ենք, մի փոքր համայնք ենք դարձել, մեր իրավունքների համար ենք պայքարի դուրս գալիս, մենք փոքրամասնություն չենք այստեղ։ Մենք հայեր ենք, բոլորի պես հայեր ենք, ուղղակի որոշակի այսպես պատմական իրողությունների պատճառով էթնիկ զտման ենք ենթարկվել։ Ու դուրս ենք եկել պայքարի, որը որ ասենք ամենավատ երազում չես կարող տեսնել, որ մայր Հայաստանում հայը դուրս է գալիս իր իրավունքների պաշտպանության համար։ Դա է խնդրանքս, որ լուր չլինենք, այդ միջավայրը փորձենք ստեղծել հոգատարության, ապրումակցման, որպեսզի հնարավորինս ճնշենք այդ չարը, որ նրանք արհեստականորեն այսպես գեներացնում են արցախցիների հանդեպ, դե հազարամյակներով եկած խոսույթ է, չէ, բաժանիր որ տիրես ասածը, որպեսզի կարողանանք դրան հաղթենք եւ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հայերին, ովքեր որ 20 թվականին, 23 թվականին արցախցիներին օգնության ձեռք են մեկնել։ Պարզ հայեր, պարզ մարդիկ, պատկերացրեք, ես ինքս այդ ժամանակ որ Երևանում էի, Արցախից եկող բռնի տեղահանվածներ ունեի իմ ընտանիքում, բայց ես գնում էի այդպես նախաձեռնություններ, որպեսզի արցախցիներին օգնեմ։
տեսնում էի թե ինչ հոգեվիճակում էին մարդիկ գալիս եւ Հայաստանից, հա, հայաստանցիները, այսպես կոչենք, հա, ինչպիսի սիրով հոգատարությամբ ընդունում էին նրանց, ինչով որ կարողանում են հոգուստ է ուտելիք է, չգիտեմ եւ այլն, շատ նախաձեռնություններում։ Այո, շատ նախաձեռնությունների եմ մասնակցել, անդամ եմ եղել եւ որ տեսնում էի այսպես ամեն դեպքում անգամ այդ ծանր օրերին ասում էի, չէ, всё-таки մեր ազգը դեռ ապրելու է ու մենք ունենալու ենք մեր Հայաստան, ամբողջական Հայաստանը Արցախով։ Եվ եթե այսօր կարողանանք համախմբվել, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր Սյունիքը կոնկրետ զոհասեղանին է, եւ կարծես էլի, հա, մենք մեր տեղը նստած փորձում ենք հնարավորինս, հա, ամեն մեկս մեր աշխատանքով բարձրաձայնել այդ ամեն ինչը, բայց մենք մոռանում ենք նաեւ մի կարեւոր բան, որ այո, հենց Արցախն էր, որը պահում էր հայրենիքը, ընդհանուր համահայկական։ Եվ մենք այսօր Արցախի հանձնումից հետո բախվել ենք մի իրականությանը, որը Հայաստանի Հանրապետությունն է ամբողջովին վտանգի առաջ կանգնած։ Այո։ Փաստորեն Արցախը կորցրեցինք, հանգիստ չենք ապրում։ Այո։ Պարզ իսկ այն մարդիկ, ովքեր որ ասում էին դեռ Արցախը, մեր կոկորտին Արցախը, այսօր իրենց երեխաները հենց ծառայում են Հայաստանի Հանրապետությունում, հենց թշնամուն դեմ առ դեմ։ Դեմ առ դեմ, այո։ Սահման այնքան է մոտիկացել մեր դռներին, որ արդեն նեղանալու տեղ չունենք։ Ես չգիտեմ պատմականորեն, պատմաբանները ավելի ճիշտ կբացատրեն, կներկայացնեն, երբևէ Հայաստանի Հանրապետությունը այսքան փոքր տարածք ունեցել է թե ոչ, որովհետև նորից եմ ասում, Արցախը այն դարպասն է եղել, որը որ պահել է մայր Հայաստանի թիկունքը։ Հիմա այդ թիկունքը չկա, բայց կան այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են այդ թիկունքը հետ վերադառնալու եւ նորից պահելու։ Իսկապես կան այդ մարդիկ։ Նույնիսկ քարտեզից է Արցախը դուրս մղվել։ Քարտեզից է դուրս մղվել, ցավոք սրտի ես չգիտեմ անգամ որոշ բիզնես վարողներ եւ այլն իրենց գրքերում, չգիտեմ թեկուզ մանկական այսպես խանութներում ես որ մտնում եմ, տեսնում եմ չկա Արցախը, անմիջապես հակազդեցություն ալինու մոտս ու չեմ լռում, նույն խնդրանքս չլռել, բողոքել, որովհետեւ եթե մենք մեր երեխաներին այդպիսի դաստիարակություն ենք տալու, ոչ թե 10 սերունդ հետո, 2 սերունդ հետո չենք հիշելու Արցախը։ Ես անգամ վերջերս այսպես ցավով եմ մտքիս մեջ մտածում, որ մեր երեխաները արդեն կարող են մեր բարբառով չխոսեն։ Ճիշտ է տանը անդադ մենք խոսում ենք բարբառով եւ այլն, բայց բնականաբար դրսում գրական հայերենով են խոսում, դպրոցում, մանկապարտեզում, հետո նույնիսկ դրա բախվելու։ Այո, իսկ իրենց սերունդները առհասարակ կարող է բարբառով չխոսել։ Ու դա մեր ինքնագիտակցության մի հատ շատ կարևոր մասն է։ Ես անգամ նկատում եմ, որ որոշ արցախցիներ իրար հետ խոսելիս են ամաչում են, թե նեղվում են դրսում մեր բարբառով իրար հետ խոսելու գրական են խոսում։ Ես անդադ ասում եմ, խնդրում եմ ձեզ, որ լսում եմ, ասում եկեք մեր բարբառով խոսենք։ Ինչու են նեղվում, որովհետև վախենում են կողքից հակառակ այսպես հայացքների, այսպես վատ վերաբերմունքից են վախենում։ Ու սա, չգիտեմ, երևի նորից եմ ասում, ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք մայր Հայաստանում փոքրամասնության, ազգային փոքրամասնության ինչ-որ դերում լինել, եւ այս ամենի հիմքը առհասարակ սկսվեց նրանից, որ եթե իրավական դաշտ ենք մտնում, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումն են արել, երբ որ արցախցիներին հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Սա շատ պարզ, հստակ զգացվում էր, թե ինչու են նրանք այդ քայլին դիմում։ Եթե մենք մի փոքր հետ գնանք, կտեսնենք, որ դեռևս բլոկադայի ժամանակ, երբ որ ճանապարհին այդ անցակետում արցախցիներին գերեվարում էին ադրբեջանցիները, եթե հիշեք ֆուտբոլիստների ջահել տղաների էին գերեվարել որոշակի ժամանակով, ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչ։
Այսինքն արդեն այն ժամանակ նրանք որոշել էին, առնվազն տեսանելին եմ ասում, հա, առնվազն ամառ արդեն որոշել էին, որ լինելու է սեպտեմբերին բռնագաղթը, որ արցախցիները գալու են Հայաստան, որ իրանց պետք է կարգավիճակ տրվի եւ այլն, եւ ապօրինաբար կրկնում եմ ամենամասսայական մարդու իրավունքների խախտումն է, բոլոր իրավաբանները դա կարող են փաստել, խիղճ ունեցող իրավաբանները, այսպես ասեմ, փաստել, որ արցախցիները 30 ավել տարիների ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բոլոր ամբողջ արտասահմանում մենք ընկալվում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հիմա ոչ Հայաստանում։ Այո, եւ այդ ամեն ինչը ծրագրված, այո, ինչպես նշեցիք, քայլ առ քայլ իրենք տարան դեպի կործանում։ Եվ ավերջում, հա, Արցախում ամենաշատը, որ հիմա կուզենայիք լինել, որ հատվածներ, որ ձեզ այդպես ավելի շատ հոգեհարազատ է։ Ես օրինակ վերջին շրջանում հատկապես Մաճկալաշեն, Մարտունու այդ հատվածում էի լինում, Շուշին երբ որ արդեն չկար, որտեղ Շուշին իմ համար մի ուրիշ, բայց ընդհանուր ինքը Արցախը չես կարող հա բաժանել ինչ որ մասերի, բայց Մարտունու այդ հատվածը ինձ ավելի հոգեհարազատ է, որտեղ գնում էինք ու օրերով մնում էինք։ Դժվար հարց եք տալիս, ամբողջ Արցախը, ամբողջ, ձերից ձեր, դիցմայրից մինչև Եղցահող, ամբողջ Արցախը իմն է, իմ արյունն է, իմ մեջ է, չեմ կարա, ամբողջ Արցախը։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ հուսանք, որ կանցնեն տարիներ եւ մենք կփորձենք վերածնվել եւ մենք կփորձենք ամեն բան անել, որպեսզի կարողանանք Արցախը ազատագրել թշնամուց եւ ներքին թշնամուց հատկապես։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։